2096 հրդեհ է բռնկվել խոտածածկ տարածքներում այս տարվա միայն առաջին կիսամյակին։ Սա նախորդ տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելի է, իսկ անտառային հրդեհների քանակը 4 անգամ է աճել։ Նախորդ տարվա 5-ի համեմատությամբ այս տարի 20 դեպք է գրանցվել։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հրդեհից խուսափելու համար տեղեկատվական արշավներ են իրականացնում։ Նույնիսկ համակարգ ունեն, որով կոնկրետ համայնքներ ու դրանց ղեկավարներին ծանոթություններ են ուղարկում հրդեհի բարձր հավանականության մասին։ Ըստ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանի, ամբողջ աշխարհում հրդեհների մոտ 95%-ը մարդածին է։ Միայն 5%-ն է, որ բնական երևույթից է առաջանում, օրինակ կայծակից։ Համայնքներում հիմնական թերությունը դա խոտի դեզերը, որ կուտակում են տանիքների տակ կամ էլեկտրական հոսանքի լարերի տակ, քամու հետևանքով հրդեհի բռնկումը անմիջապես հնարավոր է, որից հնարավոր նաև տարածում դեպի անտառային հողեր։ Նույնիսկ ջրով, մի քիչ ջրով լցված պլաստիկ շիշը, որ ինքը ոսպնյակի դեր կարա կատարի, կամ ծխախոտը թողած, չմարած հրդեհը պիկնիկներից հետո, այդ ամեն ինչը կարա նպաստի, որ հրդեհը միանգամից բռնկվի, եւ եթե մի փոքր քամ եղավ, շատ մեծ արագությամբ կտարածվի։ Շրջակա միջավայրի նախարարությունն այս շաբաթ հայտարարություն էր տարածել, որ Արարատի մարզում հրդեհի բարձր ռիսկ կա։ Քաղաքացիներին հորդորել էր պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհների թիվը նվազեցնելու կամ դրանք բացառելու համար նախարարությունը էկոպարեկների ծառայությունն է ներդրել։ Ըստ վարչության պետի ունեն անհրաժեշտ տեխնիկա, նույնիսկ ամենագնացներ լեռնային գոտիներում հրդեհաշիջումների համար։ Ընդունված է համարել, որ անտառային հրդեհներից պատճառված վնասը շատ ավելի մեծ է, քան ապօրինի ծառահատումներից պատճառված վնասը, այդ իսկ պատճառով անտառային հրդեհների դեմ պայքարը կանխումն ու կանխարգելումը էկոպարեկային ծառայության գերակա խնդիրներից է։ Գյուղատնտեսական հողատարածքներում, եթե բացահայտվում է, որ հրդեհը բռնկվել է որևէ մեկի անպուտության հետևանքով, ապա հնարավոր է նա վարչական պատասխանատվության ենթարկվի մոտ 200,000 դրամի չափով։ Արդյոք հրդեհների ավելացման պատճառ կարող է լինել նաև գլոբալ տաքացումը։ Մասնագետներն ասում են, կլիման փոխվում է, հրդեհների համար պայմաններն ավելի նպաստավոր են դառնում։ Կլիմայի փոփոխությունը, որ ունենք չոր, տաք, առանց ստեղումների եղանակ, նպաստող հանգամանք են, որ այդ հրդեհը հեշտությամբ տարածվի, բայց հրդեհի առաջացման պատճառը մարդն է լինում։ Եթե այդ պահին կայծակ չկա ու կայծակը չի հարվածել, ասենք ծառի։ Կլիմայի փոփոխությունը մենք անմիջապես չենք զգում։ Զգում ենք դրա հետևանքները՝ եղանակային անոմալիաների, ջերմային ալիքների, կարգտահարությունների եւ այլնի տեսքով։ Կարող է ինչ-որ սեզոնի հորդառա տեղատարապ տեղումներ կան, ասենք վայ, այս ինչքան շատ անձրևներ եկան, այս տարի խոնավ էր։ Բայց փաստացի դիտարկումների արդյունքում, երբ որ արդեն ունենում են իրական պատկերը, հասկանում են, որ միգուցե ունի ինքը տարածական եւ ժամանակի առումով անհամաչափ բաշխվածություն, բայց գումարային առումով տեղումների քանակի կրճատում է գրանցում։ Հայաստանի տարածքում ուսումնասիրությունների արդյունքում 9-10% չափով տեղումներն են նվազել եւ ջերմաստիճանի աճ է գրանցել։ Այսինքն ընդհանուր կլիմայական պայմանների փոփոխությունը բերում է ավելի չորացման ցամաքայնացման։ Ըստ Սաֆարյանի, սա փոխկապակցված շրջափուլ է։ Մթնոլորտ տարբեր գազեր են նետվում, փոխվում է բաղադրությունն ու առաջանում ջերմոցային էֆեկտ։ Դա առավել նպաստավոր է հրդեհների համար, իսկ հրդեհներից մթնոլորտ նետվող գազերը էլ ավելի են սրում իրավիճակը։ Նախարարությունը հատկապես այս սեզոնին հորդորում է բնության գրկում առավել ուշադիր լինել, կրակ վառել միայն նախատեսված վայրերում, բաց տարածքներում չթողնել ապակիներ, պլաստիկներ։ Սիմոն Հովանիսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։